Ողջույն, իշխանություններն անգամ մարդկանց բանտարկելուց հետո չեն հանդարտվում եւ շարունակում են այդ մարդկանց թիրախավորել տարատեսակ գրառումներով, հայտարարություններով, ինչպես նաեւ եթերներում, բազմաթիվ եթերներում նաեւ։ Օրինակով ասեմ, ուրեմն Միքայել Սրբազանը բանտարկված է եւ գտնվում է KGB-ի բանտում հայտնի, այն իշխանությունների կողմից է բանտարկված, որը մեծագույն պայքար է հայտարարել ընդդեմ KGB-ի ռուսական գործակալական ցանցի եւ միևնույն ժամանակ Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որ մեր ԱԱԾ-ում աշխատելու ցանկություն ունեցող մարդիկ կարող են դիմել եւ գնալ եւ Մոսկվայում այդ իրանց ասած KGB-ի ուսումնական հաստատություններում սովորել, էս ուղղակի ընթացիկ ասեմ իմանաք, էլի այդ ուժեղ պայքարողների մասին։ Հիմա Միքայել Սրբազանին բանտարկել են, Սամվել Կարապետյանին բանտարկել են, բայց շարունակում են նրանց վերաբերյալ հայտարարություններով հանդես գալ եւ արձագանքել նրանց հայտարարություններին։ Շատ ինչ որ հերուն գնացող։ Հիմա ամենաթարմը Միքայել Սրբազանի վերջին հայտարարությանն են արձագանքում բանտից արված, որը որ վերաբերվում էր օրինակ Էջմիածնի ընտրություններին։ Ինչ են ասում, որ մինչև էտել տարբեր եթերներում, տարբեր հայտարարություններում են արձագանքում։ Հիմա ինչն է այստեղ հետաքրքիր։ Մարդը բանտարկված է, բանտում նստած է։ Ունի մի հնարավորություն, որ կարող է գրավոր ինչ որ տեքստով հայտարարությամբ հանդես գալ, բայց չի կարող հարցազրույցներ տալ, չի կարող արձագանքել։ Facebook չունի, որ իր Facebook-ով, այսինքն Facebook ունի, բայց Facebook-ի մատչելիություն չունի, որ իր Facebook-ով ձեր գրառումներին արձագանքի կամ հարցազրույց տա ԶԼՄ-ներին ի պատասխան ձեզ, բայց դուք միևնույն ժամանակ չեք դադարում, հա, նրան արձագանքել, նրա նախորդի մինչև բանտարկությունը տված հարցազրույցներին արձագանքել, սա ինչ է, էլի սա ոչ մի ճշմարտության որևէ դասակարգման կամ որևէ մաստի մեջ, որևէ ճշտի մեջ չի տեղավորվում։ Հա մարդուն նստացրել եք, բանտարկել եք, տալ եք KGB-ի բանտ։ Այդքանից հետո չեք հանդարտվում, այդքանից հետո դեռ արձագանքում եք այդ մարդկանց։ Ինչ եք էլի ասում։ Կամ որն է սրա արդար հատվածը, էլի։ Կամ լռեք, հա հանգիստ մնացեք, մինչև այդ մարդիկ կազատվեն եւ կլինի այդ բնականաբար կլինի այդ քննարկումը, հա, եթե դա կարելի է քննարկում ասել, կամ էլ խոսքի եթե արձագանքում եք, ուրեմն նույն հնարավորությունը տվեք իրենց, որ իրենք էլ արձագանքեն։ Այսինքն մարդուն բանտարկում եք, լռեցնում եք, խոսելու համար բանտարկում եք, հետո դուք սկսում եք խոսալ այդ մարդու վերաբերյալ, հա։ Դուք էլ մի խոսացեք ուրեմն, դուք էլ մի արձագանքեք։ Սա ինչ է, էլի, սա որ ճշտի մեջ է, սա ինչ է, սա տղամարդկային է, սա տղավարի է, սա բանը արդար է, սա ջենտլմենական է, սա ասպետական է, տարբեր ճշտեր կան, չէ՞ որ ամեն բան մաստ, ամեն ապրելու ձև ունի իր ճիշտը, ասենք ասպետները ունեն իրենց ճիշտը, չգիտեմ, բանը քաղաքական գործիչներ ունեն իրենց ճիշտը։ Սա ոչ մի կոնտեքստում քաղաքական իմաստով է չի սա անկալելի։ Այսինքն դուք համարում եք ձեզ քաղաքական գործիչ, հա, մարդուն բանտարկում եք ու տենց խոսում եք, հա, բան բայ էս է իր ասում, բայն է իր ասում։ Հա մարդը KGB-ի բանտում է, ոնց քեզ արձագանքի։ Մեկը հենց Ռուբեն Ռուբինյանին է սա վերաբերվում, որ իր Facebook-յան էջում ինչ որ տենց բան էր։ Այս տղավարի sense թուրը հանել էր, sense կռվում էր Միքայել Սրբազանի հետ։ Իր հավատով էլի։ Էդ էլ են դեպքում, որ ասենք ես վստահ եմ Միքայել Սրբազանը չել արձագանքի ասենք Միքայել Սրբազանն ու դուք ուր։ Եվ այստեղ ամենահետաքրքիր բանը, որը ուրեմն Բայրամովը հարցազրույց է տվել, ու պատմում այնտեղ ոնց է եղել բանակցային գործընթացը, ոնց է տապալվել եւ այլն։ Ոստեղ մի հատ դրվագ կա հետաքրքիր, որ Նիկոլ Փաշինյանի արձագանքին եմ ուզում, էլի արձագանքին, նայեք։ Դուք ուզում եք, որ ինձ սպանեն, ըստ Բայրամովի Ալիևին հռետորական հարց է տվել Փաշինյանը, ինչին ի պատասխան Ալիևն ասել է, թե ընդհանրապես չի ցանկանում որևէ մեկին սպանել, բայց դա չի նշանակում, որ ադրբեջանական տարածքները պետք է օկուպացված մնան։ Հետաքրքրականն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Բայրամովի այս պնդումներն ըստ էության չհերքեց միակ քիչ թե շատ առարկայական հակափաստարկը, որն ի վիճակի էր ներկայացնել Հայաստանի վարչապետը հետևյալն էր. Բայրամովը Վիեննայի հանդիպմանը ներկա չի եղել։ Բանավոր ժանրը ինքը շատ վտանգավոր ժանր է, որովհետև բանավոր ժանր նույնիսկ հրապարակային տեսախցիկների առաջ արած հայտարարությունների վերաբերյալ հետո լինում են տարընթերցումներ։ Հետո պարզվում է, որ մի կողմը այլ բան է ասել, մյուս կողմը այլ բան է հասկացել, եւ հետեւաբար այդ ժանրը ես համարում եմ բացարձակապես անօգուտ։ Բայց եթե Ադրբեջանից հնչող բացահայտումների
Բանավոր ժանրին պարոն Փաշինյանը չի արձագանքում, որովհետև դա անօգուտ է, դե բանավոր ժանր է, Ժողովուրդ ջան, բանավոր ժանրը ախր գիտեք տարբեր բաներ կարա լինի, բան հիմա հարց։ Սամվել Կարապետյանը մի հատ հարցազրույցի համար նստած է։ Բանավոր ժանրը, բան է խոսացել, որը որ բանավոր է։ Ոչ մի ուրիշ բան չկա, էլի, ոչ մի ուրիշ բան գոյություն չունի։ Միքայել Սրբազանը մի հատ հարցազրույցի համար նստած է KGB-ի բանտում եւ բանտարկել է Փաշինյանը։ Էլի բանավոր ժանր է, բանավոր ժանրի համար մարդկանց բանտարկել ես։ Բա բանավոր ժանրի համար քո հայրին եկիսներին, բարերար մարդուն, հայ առաքելական Սուրբ եկեղեցու արքեպիսկոպոսին, Շիրակի թեմի առաջնորդին, բանտարկել ես։ Բանավոր ժանրի համար, բանավոր բան են ասել։ Բան են խոսացել բանավոր։ Հա։ Բայց Բայրամովին բանավոր այդ ժանրի համար չենք պատասխանում։ Հա դե բանա խոսացվել է, բանավոր ասվել է, հիմա կարա տարաթերցումներ լինի, կարան այլ կերպ մեկնաբանվեն, կարան sense հասկանան, կարան նենց հասկանան։ Բայց այդ մարդկանց ասածները ո՞նց է բանավոր մեկնաբանել ու տարի KGB-ի բանտեր նստածրել։ Կարաք բացատրեք։ Բա որ ասում ենք քաղբանտարկյալը ինչ ենք ասում։ Ամեն օր դուք ձեր արարքներով ցույց եք տալիս, որ քաղբանտարկյալներ են այդ մարդիկ։ Բայց դրա համար ամեն օր ձեր արձագանքներով, ձեր Facebook-յան գրառումներով, ձեր տարբեր հարցազրույցներով։ Եվ ես կարծում եմ, որ սա շատ կարևոր արձանագրում է, որ իրանք ամեն անգամ բռնվում են իրանք խոսքի վրա, իրանք արարքի համար։ Ասում եմ, բանավոր ժանր է, դե ինչ արձագանք ենք հիմա, դե այ քեզ բան, դե բանը ասել են, խոսացվել է, գնացել է, կարա սենց ասացելի, կարա նենց ասացելի, ես ինչ։ Մարդիկ էլ են ասում, բանավոր հարցազրույցի համար գնացեք քրեական գործ եք հարուցել։ 2 տարի ազատազրկումով դատ է Միքայել Սրբազանին ու Ռուբինյանը իր Facebook-յան էջում հեսա էջը բացած ամոթս այտենց բան անում էլի ինքնահաստատվում է այս թեմայի վրա ով եք էլի դուք այսինքն որ ճշտի մեջ եք որտեղ եք դուք իրավաբանորեն սխալ եք քաղաքագիտորեն սխալ եք բանը հայաթի թաղային ենթամշակույթով սխալ եք ասպետական ենթամշակույթով սխալ եք, ասենք ասպետը ոնց կարա մարդուն նստացնի, բայց ասպետական ժամանակներում մարդուն տանի բանտ գցի ու հետևից խոսա։ Ասենք ասպետները ոնց կարա դες բանան։ Ոչ մի ճշտի մեջ դուք չկաք։ Ոչ մի ճշտի մեջ դուք չկաք։ Դուք չեք կարա ոչ մի տեղ երես ունենաք, դուզ գաք, ասեք, մենք ճիշտ ենք արել, մենք ճիշտ բան ենք արել եւ այլն եւ այլն։ Ամոթ ձեզ։ Եվ ուզում եմ ասել, որ ամոթ բանտարկած ձեր կողմից բանտարկված մարդկանց գոնե բանտարկելուց հետո ամաչեք այդ մարդկանց անունները տալուց սուս լրվեք քամփերեք մինչև ձեր դատերի օրերը կգա մինչև որ դուք պետք է դրա համար բնականաբար պատասխան տաք ակնհայտ անմեղ մարդկանց բանտարկելու համար որը Հայաստանի Հանրապետության քրեական օրենքով քլիորեն հետապնդելի բան է եղավ մենք պատասխան եք տալու հենց որ սուս մնացեք հանգիստ նստեք տեղներդ Սիրելի հայրենակիցներ, այսօր այսքանն էր։ Լավ մնացեք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։